տունը դարձնում ես նավ, որպեսի սլանաս հերու շատ հերու։ Դեպի երջանկության օվկիանոս։ Անտառի խորքում ապրող ծեր գայլն է, որից բոլորը վախենում են։ Մի օր որոշում է իր կիսատ մնացած երազանքին հասնել, նավաստի դառնալ։ Երբ հայտարարում է, թե անձնակազմ է հավաքում, անտառի մյուս բնակիչները մտածում են, թե ծեր գայլը խելքը թռցրել է, ու այս իրավիճակից կարելի է օգտվել։ Հետաքրքիր է, գայլ եղբայր։ Իսկ ինչպես ես սա մինչև գետ հասցնելու։ Այն կտեսնեք, մենք կնողանք մռայլ ժայռերի և տխուր մարդկանց կողմով։ Կամուարիկները մեզ կհասցնեն դեպի մեր երազանքը։ Կանաչ բլուրների վրա առանց ջրի նավարկելն անմտություն ու ժամանակի վատնում համարող կենդանիները գայլին ծաղրելուց բացի որոշում են խանգարել նաև նրա հետ ճանապարհ ընկնել ցանկացող նապաստակին, ուտել նրան։ Բեմում պատմությունը ծավալվում է գունավոր, երաժշտական ու ակտիվ մթնոլորտում։ Փոքրիկ հանդիսատեսը, որի ուշադրությունը ներկայացումը գրավել էր դեռ առաջին րոպեներից, այս անգամ բեմում առաջին անգամ տեսնում էր ոչ միայն սիրելի կենդանիներին, այլև տիկնիկավար դերասաններին, լսում հենց այն ձայները, որոնցով մինչև այդ խոսում էին տիկնիկները։ Իսկ ուր է կապիտանը։ Կապիտանը նավախցում է, իսկ հեշտագրումն արդեն ավարտված։ Ինչ։ Ես այս տիկնիկավարությունից հասկացա, որ պետք էր լինել ազնիվ և չկոտրվել։ Հետաքրքիր էր քայլորդ, ուժեղ ցենուներ, նապաստակոր քաջեր, աղվեսներ, պես բաներ ինքս խորամանկ էր ինքը շատ լավ խաղային իրանք ախր ինքան իշխոր ագրավը 1000 տարվա դերաս ես տիկնիկավարն էլ իքսեմ դերասն 1000 տարվա իրոք։ Ներկայացումը երեխաներին պատմում է ընկերության, երազելու ու ռիսկի դիմելու կարևորության մասին, ցույց տալով, որ ընկերները կարող են տարբեր լինել, բայց նույն երազանքը կարող է միավորել նրանց։ Թատրոնում յուրաքանչյուր ներկայացում ընտրվում է հստակ ուղերձով։ Այն պետք է ոչ միայն հետաքրքիր լինի, այլև կրի ուսուցողական շերտ, փոխանցի արժեքներ ու ձևավորի զարգացած երևակայություն եւ լայն մտահորիզոն ունեցող սերունդ։ Երեխաների մոտ պետք է հենց փոքր տարիքից սերմանել սերը դեպի թատրոն, որ արդեն լուրջ տարիքում հասկանան, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում թատրոնը, այսինքն եթե փոքր տարիքից ճիշտ ուսումնասիրեն, այսինքն այդ հաճախականությունը լինի, ծնողները չզրկեն տեխնիկային թատրոնից, կարող եմ ասել, որ հետագայում կդառնան ավելի գրագետ հանդիսական թատրոնի համար։ Իրականում տեխնիկավար դերասանի աշխատանքը շատ բարդ է, մանավանդ այս դեպքում, երբ ներկայացումը հարթակային ներկայացում է եւ բեմում են եւ դերասանը եւ տեխնիկը եւ շատ մեծ երկարատև տեխնեջան աշխատանք է պահանջվում հասնել այն կետին, որ կարողանաս երեխային, այն էլ այս դարի երեխային, որ ունի շատ ու շատ հետաքրքրություններ, պահել բեմում ու սկզբից մինչեւ վերջ ձեր ասացի նման պահել ուշադրության կենտրոնում։ Բեմում տիկնիկների հետ դերասանների ներգրավվածությունը ներկայացման ռեժիսոր Արմենուհի Մանուկյանի համար նաև մասնագիտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու նպատակ ունի։ Փոքրիկ հանդիսատեսը տեսնում է, թե ինչպես է կենթանանում տիկնիկը, ինչպես է ստեղծվում թատրոնի կախարդանքը։ Ժանրային բազմազանություն ու ներկայացման տարբեր ձևաչափերի ընտրությունը, տիկնիկների պատրաստումը, որքան բարդ ու ժամանակատար լինի, փորձում են հավասարակշռել այն, որ տեխնոլոգիական ու թվայնացված դարաշրջանում 90-ամյա թատրոնի ասելիքը կարողանան ժամանակին համահունչ պահել։ Սա այսօրվա մարտահրավերն է բոլոր թատրոններին։ Այս շրջանում թատրոն հանդիսատես բերելը բավականին բարդ է։ Բարդ է, որ մենք ունենք on-line տիրույթներ, տարբեր քառակուսի աշխարհներ, որ չգիտես ինչու այսօրվա երեխային դա ավելի շատ է ձգում ու գրավում, բայց ես ասեմ, կա մի հետաքրքիր էներգետիկա, որ թատրոնը քաշում է երեխային, բերում է։ Ու այսօր այնքան երջանիկ ենք մենք, որ երեխան ինքն է իր ծնողին պարտադրում, որ իրեն տանի Տեխնիկային թատրոնը պատրաստվում է ևս երկու նոր առաջնախաղի։ Փոքրիկ հանդիսատեսին շուտով կներկայացնեն դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» ու Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկն» ու 7 թզուկները հայտնի հեքիաթները։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։